Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ փաստաբան Սուսաննա Սարգսյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապան ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարի ձեզ Տիկնիկ Սարգսյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Բարի ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Խոսենք ընտրություններից հետո ինչ է տեղ ունենում Սահմանադրական դատարան, նիստեր, զեկույցներ, այլ մի խոսքով լարված իրավիճակ։ Արդարադատության նախարար Սրբույգ Գալյանն ընդգծում է, որ ընտրությունների արդյունքները վավեր են, քանի դեռ նրանք անվավեր չեն ճանաչվում։ Ըստ նրա արդյունքների անվավերության հանգեցնող հիմքեր առհասարակ որևէ մեկի ներկայացրած փաստարկներում առկա չեն։ Ինչպես նաև ընդգծում է, որ իրենց քաղաքական ուժը որևէ առնչություն չի ունեցել ընտրակաշառքների հետ եւ ինչու պետք է պատրաստ լինի կրել այդ անհասցե հաղորդագրությունների պատասխանատվության բեռը։ Հարցս հետևյալն է. եթե ընտրությունների արդյունքների անվավերության հիմքեր ներկայացված չեն, ինչպես է իշխանությունը պատրաստվում հանրությանը համոզել, որ ընտրակաշառքների եւ այլ խախտումների վերաբերյալ հնչող բազմաթիվ մեղադրանքները լիարժեք ու անաչառ քննության են ենթարկվել։ Տեսեք, նախ որպեսզի հասկանանք ընտրությունները առհասարակ վավեր են թե անվավեր են, վավերության հիմքեր կան թե չկան, դա բնականաբար վերջնական արդյունքում կորոշի Սահմանադրական դատարանը, եւ այդտեղ ես պետք է համաձայնվեմ Գալյանի հետ, քանի որ այո, քանի դեռ անվավեր չեն ճանաչվել, դրանք կարող են վիճարկվել, բայց ամեն դեպքում, քանի դեռ չկա դատական ակտ, դրանք վավեր են։ Բայց այստեղ հասարակական ընկալումներն են խնդիրը, արդյոք ընտրությունները իրականացվեցին, անցկացվեցին սահմանադրական նորմերի պահպանմամբ, այսինքն ազատ, անկախ, հարաբերություններում հասարակական ընկալումները ինչպիսին էին դրանց վերաբերյալ, մենք տեսանք, ականատեսը եղանք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ աննախադեպ համենայն դեպս 92 թվականից մինչ օրս աննախադեպ ագրեսիայի, բռնաճնշումների, հարյուրավոր կալանավորումներ, ընդդիմադիր ուժի դեմ կիրառվող ճնշումներ, անհավասար պայքար, համենայն դեպս ես որ շփվում եմ հանրության տարբեր շերտերի հետ, ամեն դեպքում գրեթե մեծամասնության մոտ տպավորությունը եւ կարծիքը հենց այդպիսին է, որ անհավասար պայմաններում է ընթացել եւ ընտրությունները եւ նախընտրական քարոզարշավը եւ այսօր էլ այդ անհավասար պայմանները պահպանվում, ինչի համար, քանի դեռ գործը քննվում է, բողոքները քննվում են Սահմանադրական դատարանում, այդ նույն նախընտրական շրջանի արտաքին ազդեցությունները Ամերիկայի հայտարարություններ, Ֆրանսիայի հայտարարություններ, այսինքն արևմուտքի գերիշխող կառույցների հայտարարությունները հօգուտ այս իշխանությանը, այսպես ասած, աջակցող հայտարարությունները համադրեցին Ռուսաստանի հետ հայտարարություններին, այսինքն մեծամասամբ համենայն դեպս ինձ մոտ այնպիսի տպավորություն է եւ ես այդ մասին միջև ընտրությունները կարծիք հայտնել եմ, որ մեր ընտրությունները տեղի են ունենում ոչ թե Հայաստանում գործող ձևավորված քաղաքական ուժերի, այլ Ռուսաստանի եւ Ամերիկայի միջև, այս ամերիկամետ, ռուսամետ ուժերի միջև, այսինքն մեր ընտրությունները ուղղված չէին Հայաստանի Հանրապետությունում իշխանություն ձևավորելու, այդ տպավորությունը այնպիսին է, որ առավելապես ընտրում էին Ռուսաստանը կիշխի Հայաստանում, թե Ամերիկան կիշխի Հայաստանում։ Այս պայքարի տպավորությունն է ստեղծվել եւ այսօր էլ շարունակվում է այդ արտաքին ազդեցությունը Իսրայելի դեմքով, տեսեք հայտարարությունը կառավարությունը միաձայն ընդունեց, Ցեղասպանության հարցի ընդունումը դա դեռ հարց է, խորհրդարանը կընդունի, թե չի ընդունի, թե կհետաձգի անորոշ ժամկետով, բայց փաստը մեկն է, որ այստեղ մենք հստակ կարող ենք հարցադրում անել այն ջատագովներին եւ ուրախացողներին, ինչի չնայած Իսրայելին, բա ուր էիք 78 տարվա պետություն, ձեր բարոյական պարտքի մասին 78 տարի չեք հիշել, չնայած Հայաստանի տարիների ջանքերին, 2018 թվականին դարձյալ Թուրքիայի հետ հարաբերությունները լարված էին, էլի չհիշեցիք ձեր բարոյական պարտքի մասին Հայաստանի հանդեպ, 44 օրյա պատերազմում, երբ որ օգնում էիք, աջակցում էիք 17% ռազմական եւ տեխնիկական աջակցություն տրամադրվել Ադրբեջանին պատերազմական այդ շրջանում եւ էլի բարոյական պարտքի մասին չէին հիշում եւ հենց այսօր, երբ
վիճարկվում է ընտրությունների արդյունքները, Իսրայելը հանկարծ հիշել է իր բարոյական պարտքի մասին, այսինքն 78 տարի բարոյա լքված Հայաստանի հանդեպ համենայն դեպս բարոյա լքված կեցվածք ունեցող պետությունը հիշել է իր բարոյական պարտքի մասին եւ ես լուրերից ասենց տեղեկացա հարցազրույցներից, որ մի հատ էլ ակնկալում են, որ Հայաստանը պետք է դրա համար շնորհակալություն հայտնի Իսրայելին կամ ինչ որ արձագանքի ինչին համար շնորհակալություն պետք է հայտնի Հայաստանի Հանրապետությունը, թեկուզ եւ այս կառավարությունը, որին մեծամասը, հա, չզենքայնացնել, չզենքայնացնել, բայց դա մեր շահերից չի բխում անվտանգության։ Այո, մեր նախ անվտանգության շահերից չի բխում, երկրորդ, ինչի համար պետք է արձագանքեր, դրական արձագանքեր կամ որոշ հայտարարություններով շնորհակալություն հայտնել, որ մարդը իր պարտքը վերադարձնում է կամ ցանկություն ունի վերադարձնելու, չէ՞ որ սա ոչ թե վերջնական արդյունքում պարտքի կատարում է, այլ պարտքը կատարելու խոստում է, փաստացի, թե այդ խոստումը կկատարի, թե չի կատարի, սա հարցի մյուս կողմն է, ամսի 4-ից հետո մենք կտեսնենք, մենք շատ լավ տեսել ենք եւ տեսնում ենք Ամերիկայի պրակտիկան, հա, որ տարբեր նախագահներ ընտրություններից առաջ խոսում են հայոց ցեղասպանության հարցից, սարքում են իրենց համար զենք, բայց այդպես էլ արդյունքը չենք տեսնում, չի գրանցվում արդյունքը։ Նույն հիշենք Վատիկանի դեպքը, երբ որ ցեղասպանության հայոց Եղեռնի փաստերը սկսեց հրապարակել, հայտարարեց, որ պետք է հրապարակի, որոշ մաս հրապարակեց ու ստացավ իր բյուջեն լցրեց ադրբեջանական, թուրքական նավթային դոլարներով եւ մոռացավ, որ պետքա ցեղասպանության արխիվները բացվեր։ Այսինքն մենք ականատես ենք, մենք որևէ մեկից այս հարցում շնորհակալություն չունենք հայտնելու, որովհետեւ նախ Ամերիկայի բարոյական պարտքի մասին հիշենք, մենք ունենք Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռ եւ հենց Վուդրո Վիլսոնի շիրմաքարի մոտ է տպված, որ իրենք Ամերիկան Հայաստանի հանդեպ պարտավորություն ունի, բարոյական պարտավորություն ունի, պարտք ունի, եւ այդ բարոյական պարտքը Վուդրո Վիլսոնի հաջորդները որևէ մեկը հանձն չի առնում, որ այդ բարոյական պարտքը պետք է կատարվի։ Նույնը Իսրայելի դեպքն է, ոչինչ նոր չէ մեր Հայաստանի Հանրապետության եւ առհասարակ հայկական հարցի, ցեղասպանության եւ մեր հանդեպ ունեցած բարոյական գոնե թե բարոյական պարտավորությունների հարցի շրջանակներում, այն որ ասում է աշխարհը այնքան հին է, որ ոչինչ նոր չէ աշխարհում։ Այնպես որ սա էլ շատերի մոտ գնահատվում եւ ընկալվում որպես արտաքին ազդակ եւ Գալյանի հետ ես չեմ համաձայնվի այն մասերով, որ իրենց իշխանությունը, իրենց քաղաքական ուժը թաթախված չէ կամ առնչություն չունի դրա կաշառքներին, քանի որ տեսեք սահմանադրական դատարանում անընդհատ նշում են փաստեր, չափելի գնահատականներ եւ այլն, բայց տեսեք չափելին շատ դժվար է այս բaragայում վերել, քանի որ անձի ընկալմանն է վերաբերվում, թե խոսքը, հայտարարությունը կամ փաստը, ով ինչպես է ընկալում, այսինքն մենք պետքա կարողանանք գնահատենք հասարակության որոշակի շերտերի վրա կամ խմբերի վրա կատարված գործողությունների ազդեցությունը։ Ասում են ատելության խոսքն է, բերում են Նիկոլ Փաշինյանի հենց ձայնագրությունները։ Ատելության խոսքը այն, որ աննախադեպ ագրեսիա է դրսևորվել եւ բացահայտ ամբողջ համացանցը հեղեղված է, հիմա օրինակներ որ բերենք շղթան չի վերջանա, արցախցիների հանդեպ, ընդդիմադիրների հանդեպ, անհատների, ընդդիմադիր հայացքներ ունեցող անհատների հանդեպ եւ այս բռնաճնշումներն ու ատելության խոսքը, բռնության կոչերը հենց իշխանական թևի կողմից անչափելի են։ Եվ դրանց ազդեցությունը կարող է դիտարկվել անչափելի եւ հենց հասարակության վրա քաղաքական ուժին հարող կամ այդ քաղաքական ուժի ընտրություններին մասնակցող ընտրացուցակներում գտնվող անձանց վրա, ինչի՞ չէ։ Գաղտնի ցուցակների մասին են խոսում։ Դե գաղտնի ցուցակներ, տեսեք, օրենքով է նախատեսված եւ դրա շահարկումը ինձ համար հատկապես որ մի շարք իրավաբանների կողմից շահարկվեց, ինձ համար խիստ զարմանալի էր, որովհետեւ գաղտնի ցուցակները, փակ ցուցակները դրանք զորամասերին են վերաբերվում, որոնք օրենքով սահմանված կարգով, եթե չեմ սխալվում, 3 օր առաջ է տրամադրվում ընտրատեղամասերին եւ այստեղ դրա մասին
այլ հարց է, որ հանրության գերակշռող մասը վստահություն չունի այս իշխանությունների հանդեպ եւ ամեն տեղ փորձում է կեղծիքներ տեսնի։ Չենք կարող բացառել, որ այդ ցուցակներում որոշակի անհամապատասխանություններ եղած լինեն, բայց ինքնըստինքյան փակ գաղտնի ցուցակները դրանք նոր չեն, գուցե այս ընտրությունների ժամանակ են, բայց դա օրենքով է սահմանված դրանց կարգը, ներկայացնելու ժամկետները եւ թե ինչ քանակի եւ ովքեր կարող են տեղյակ լինել այդ ցուցակների մեջ ներառված անձանց մասին։ Այդ տեղեկությունները շատ խիստ սահմանափակ են եւ սա պետության ռազմավարական մոտեցումն է եւ սա ես գնահատում եմ, որ շատ ճիշտ է, ինչի պետքա ամբողջ հանրությունը 1000 լրտես, 1000 չգիտեմ ինչ, մամուլի ներկայացուցիչներ եւ պետք է անուն առանուն ունենան, թե մեր բանակում ովքեր են ծառայում։ Նրանք անձնական տվյալներ են, որոնք պետք է գաղտնի պահպանվել։ Բնականաբար։ Եվ սա չէ հարցը, գաղտնի ցուցակները չէ, հարցը նա է, որ ընտրակաշարքից խոսելուց պետք է սկսենք այն ընտրակաշարքներից, որոնք տրամադրվեցին 8 տարվա ընթացքում իշխանությունը չէր հիշել թոշակառուների անվճար բուժօգնության մասին, մինչ ընտրությունները չգիտեր իշխանությունը բյուջե չուներ, պետությունը բյուջե չուներ, չէին հասկանում այդ 10,000 դրամները թոշակառուները որտեղ պետքա ծախսեին, չէին հիշում վարորդական իրավունքից զրկվածների մասին, չէին հիշում, որ կարելի է թոշակառուներին անվճար տեղորայք տալ, այսօր դրանց վերաբերյալ են դժգոհությունները, թե այդ անվճար բուժօգնությունից, թե այդ վիրահատությունների սրա ձայնը մենք վաղը մյուս օրն ենք լսել, որովհետև այսօր արդեն դժգոհությունները կան եւ դեղորայքի մասով, եւ բուժօգնության մասով այնտեղ բավականին խնդիրներ են առաջացել, սրա մասին հետագայում մոտ օրերս դեռ մոտ ամիսների ընթացքում կլսենք սրա, որ ասում եմ զուռնի ձայնը կլսենք, բայց արդյոք սրանք ընտրակաշարք չէին։ Այլ հարց է, քանի հոգի ուլ գնաց այդ ընտրակաշարք ճակերտների մեջ ասենք, հա, ընտրակաշարքին, քանի հոգի գնաց ձայն տվեց այս իշխանությանը։ Գուցե օգտվեցին, բայց ձայն չտվեցին։ Նույն այդ ընդդիմադիր ուժերի կողմից, այսպես որ անընդհատ որպես հաստատված հանգամանք, տեսեք, նույն Գալյանը ասում է, որ ընտրությունները վավեր են, քանի դեռ անվավեր չեն ճանաչել դատարանի վճռով, ճիշտ է։ Հարգելիներս, անընդհատ լսում ենք մեղադրանքներ քաղաքական ընդդիմադիր քաղաքական ուժերի վերաբերյալ, որ ընտրակաշարքներ եք բաժանել։ Չեն ասում ենթադրյալ ընտրակաշարքն ու այս միտքը, այս ատելությունը, այս բացասական խոսքը գեներացվում է հասարակության մեջ։ Առանց տեսեք միառժամանակ առաջ բարձրագույն դատական խորհուրդը փաստաբաններին մեղադրեց բառիս բուն իմաստով, որ այնպիսի բառամթերք են օգտագործում, որ հնարավոր չէ պատասխանատվության ենթարկել։ Ենթադրյալ, առերևույթ, կարծում եմ եւ այլն, այս բառամթերքը իրանք դիտարկեցին, որ փաստաբանները չարամտորեն այնպես են ձևակերպում, որ պատասխանատվության չենթարկվեն, բայց այստեղ ունենք անմեղության կանխավարկած, որ քաղաքական ուժի կալանավորված կամ մեղադրանք առաջադրված անձի հանդեպ է այս անմեղության կանխավարկածը պահպանվում, ոչ մեկի։ Սա քաղաքական ազդեցություն է, թե չէ։ Սա լծակների օգտագործում է, թե չէ։ Քաղաքապետարանի այդ նիստի ժամանակ Անդրանիկ Թևանյանի մասին երբ հայտարարությունը արվեց, այդպես սկսվեց, չէ՞, անմիջապես վեճը։ Տեսեք, հարցը նա է, որ այս իշխանության ներկայացուցիչները բացարձակ ջանք ու եռանդ չեն խնայում ցուցադրելու, որ իրենք ինչ ուզեն կանեն, ում ուզեն կվիրավորեն, ում ուզեն կմեղադրեն եւ իրենց մեղադրական խոսքը արդեն իրենք դիտարկում են որպես օրինական ուժ ստացած դատական ակտ։ Հաստատվել չէ ասում, որ տպավորությունը այնպեսին է, որ այս դատական նիստերի վրա թքած ունի քաղաքացիական պայմանագիրը եւ գիտի արդյունքը ինչպիսին է լինելու, դրա համար էլ այս բոլոր հենց համանդրական դատարանում էլ այդ հարցը հնչեցվեց պատասխանը, եթե չեմ սխալվում Վարդևանյանի կողմից, պատասխանը հնչեցվեց, որ Նիկոլ Փաշինյանը գիշերը 0:00-ին, հա, հաղթանակ է տոնում։ Նշում էր, որ իրենք հաղթել են եւ հաղթանակ էին տոնում։ Ընդ որում հիմա էլ դեռ գործը սահմանադրական դատարանում շարունակվում են ազգային ժողովում ընտրություններ են արդեն այդ ներքին իրենց կազմակերպել։ Այսինքն մարդիկ, չէ, ինչի իրենք նաեւ իրենց ապահովագրեցին ինչ որ չափով, տեսեք, մամուլում արդեն հայտնվել են տեղեկություններ, որ սահմանադրական դատարանի դատավորների այս փուլում վիճարկման փուլում աշխատավարձն է բարձրացվել, հոնորարներ
64 միլիոն դրամ 64 միլիոն 770 հազարի չափով այս պոչիկով, բայց ամեն դեպքում սա բարձր դատարանի որոշման վրա քաղաքական ազդեցություն գործելու միջոց է, թե չէ։ Կարծում եք, որ լինելու է։ Ինչպես է, ես չեմ ասում լինելու է, թե չէ, ես որևէ մեկի, ես իշխանական չեմ, ես Սրբուհի Գալյան չեմ, կամ որևէ մեկը չեմ, ես մարդկանց անմեղության կանխավարկածը պահպանում եմ։ Ուրեմն այդ աշխատավարձերի բարձրացման հետ էլ է կապվում Սրբուհի Գալյանի անունը։ Այո, կապվում է, իրա նշվում է, որ հենց իր որոշմամբ է դա եղել, չնայած կառավարության որոշում պետք է լինի, ամենայն դեպս ներկայացնողը ով է, բայց այստեղ հանրային ընկալման մեջ կարող է սա ընկալվել որպես դատավորներին տրված կաշառք, որոշակի ակնկալելու իրենց իօգուտ իրենց արդյունք ակնկալելու միտված քայլ, կարող է հասարակության մեջ այսպես ընկալվել, իհարկե կարող է, որովհետև ինչի միջև այսօր, միջև ընտրությունները, այդ սահմանադրական դատավորները նույն դատավորներն էին, նույն սահմանադրական դատարաններ, նույն քաղաքական որոշումներ ներկայացնում, եթե քաղաքական հարցեր քննարկվում, ինչն է տարբերությունը։ Այսինքն այս ընթացքում նախընտրական ժամանակահատված, ընտրություններ եւ հետընտրական այս բողոքարկումների փուլում այնքան բաներ է կատարվում, որ սա կարող է լինել իշխանական ուժի եւ պետական ռեսուրսի, վարչական ռեսուրսի կիրառում։ Եվ այս ամենը, եթե կողմը դա ցույց է տալիս, չէ, ինչ որ փաստեր է հավաքել այդ ուրախ ավտոբուսի այդ քարոզաշարի ընթացքում պետական միջոցներ։ Մյուս ուժերը կարող են ասել, որ իրենց սեփական բյուջեից են այդ ենթադրյալ ընտրակաշառքները տվել, ոնց որ այդպես հնչեցնում են։ Դուք էլ պետական բյուջեից եք տվել, ամբողջ պետական բյուջեն եք ծախսել ձեր նախընտրական քարոզարշավի, ձեր գրանցած արդյունքների համար, եւ շատ տխուր է, որ կարելի ասել երկու կողմերն էլ պարտվել են, եթե իրականում սա գնահատենք որպես ընտրակաշառքներ, որպես նախընտրական ծախսեր, կարելի ասել հսկայական ռեսուրսներ ա ծախսվել ու արդյունքները չեն համապատասխանում ծախսված միջոցներին, վատնված միջոցներին եւ ստացվում է, որ երկու կողմներ պարտվել են իրականում։ Այսինքն, եթե չկա մեր երկրում մի քաղաքական ուժ, որը այնքան հեղինակություն վայելի, որ առանց խոստումների, առանց ընտրակաշառքների, զուտ նրա համար, որ ինքը ունի պետականամետ ծրագիր, երկիրը ծաղկացնելու ծրագիր գնան ձայն տան, երկու կողմերն էլ պարտված են։ Ամեն դեպքում որոշումը կայացվելու է, ինչ եք կանխատեսում, ինչ է լինելու։ Սահմանադրական դատարանի կողմից կայացվող որոշումները կանխատեսելը անշնորհակալ գործ է, քանի որ այսպես զուտ վիճակագրությունը ցույց է տալիս, որ երբևէ երբ է սահմանադրական դատարանը ընտրությունները անվավեր ճանաչել կամ որևէ խախտումը արձանագրել որպես խախտում։ Ես նման դեպք չեմ հիշում։ Այսինքն կհաստատի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Գուցե եկեք չկանխատեսենք, գուցե հաստատի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշում, բայց այստեղ բաց հարց է մնալու այն երկու տեղամասների ընտրողների իրավունքները ինչ են լինելու։ Ինչպես են վարվելու այդ երկու տեղամասների ընտրողների ձայների հետ։ Եվ երկրորդ լցոնումներ են եղել։ Ծրարների թափանցիկության մասին են արդեն գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական ուժը այնքան լավ գիտի եւ ինչի չէ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի գերակշռող մասը մասնակիցները այնքան լավ գիտեն ընտրությունների կեղծելու ձևներ, այդ կեղծիքները բացահայտելու ձևերներ, ով որտեղ ինչ անում, ինչ է պահում, բոլորի մասին ամեն ինչ գիտեն։ Եթե հավելորդ ներվ, հավելորդ ժամանակ է ծախսում այս ամենը։ Գիտեք ինչ, ես անգամ իմ ժամանակը ափսոսում եմ ծախսեմ, ժամանակի վատնում եմ համարում այս անորակ շոուներին հետևելը, որովհետև ամեն ինչ պարզ է, անցնելու է այս իշխանությունը, ձևավորվելու է, իշխանությունը փորձելու է իր արտաքին պարտներներին, գործընկերներին ցույց տալ, որ այ ընտրակաշառքներով ես մեղավոր չեմ, ես ձեր հանդեպ մաքուր եմ, արդար եմ, անկեղծ եմ, մենք պարզենք, բացենք, ընդդիմությունն է մեղավոր մեր տապալման մեջ, որովհետև սահմանադրական մեծամասնություն չունի ազգային ժողովում եւ չի կարող իրականացնել, եթե ընդդիմադիր ուժերից իր կողմ չքաշի որոշակի падգամավորների քանակի եւ իր պարտավորությունները կատարի սահմանադրության փոփոխությունն է, մեր հռչակագրի հարցն է,
ցեղասպանության հարցն է, որը պետք է տարածքների հանձնման հարցն է, ի վերջո քննարկվող մենք ականատես ենք եղել, որ յուրաքանչյուր բաց դաշտ, հանրային դաշտ նետած հայտարարություններ սահմանների հանձնելու մասին, այս իշխանության քաղաքականության մասին ոչինչ հենց այնպես չի անցել եւ իր հետագայում արդարացվել է նույնն էլ այստեղ ենք մենք ակնկալում, որ հենց այդպես է լինելու է, բայց ամեն դեպքում այս փուլն էլ կանցնի 1-ից 2 տարվա ընթացքում մենք կտեսնենք այն, ինչը այն ստի, կեղծիքի պարկը բացվելու է եւ ի վերջո նկատում եք 2 տարի անց արտահերտ ընտրություններ կարող են նշանակվել։ Ես այդպես մտածում եմ, որ առնվազն ամենաշատը 2 տարի անց մենք ունենալու ենք արտահերտ ընտրություններ, որովհետեւ ակնհայտ է սուտը մի օր վերջ ունի եւ այս ընտրակաշարք այդ բաժանում տեսեք հենց այդ ընտրակաշարքների մասով հարուցված գործերը, գալանքները, գալանավորված անձանց քանակը այսօր նորից իշխանությունը շահարկում է սահմանադրական դատարանում եւ որ գործը քննվում է, այսօր նորից շահարկում է, որ դեռ բացահայտում են ընտրակաշարքների գործեր, փաստեր, բայց մենք շատ լավ գիտենք այդ ձայնագրությունները ոնց են կատարվում, այդ ձայնագրությունները ոնց են կեղծվում, մենք քրեական գործեր ենք ունեցել, որ այդ ձայնագրությունները ոչ անպատշաճ, ոչ պատշաճ ապացույցներ են ճանաչվել, անթույլատրելի են ճանաչվել, եւ այս հանգամանքներում Ծառուկյանի գործը մեր աչքի առաջ քանի տարի քննվեց, վերջում արդարացվեց։ Հետո ժամանակական դատարանում տեղի ունեցողներին մի քանի օրից արդեն պարզ կլինի, արդեն արդյունքներից հետո կունենանք երևի թե ասելիք։ Դուրս գանք Կարճատև գովազդային դատարանի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք ինչած կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Հարգելի հայրենակիցներն անտապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ տաղավարում իմ հյուրն է փաստաբան Սուսաննա Սարգսյանը։ Տիկին Սարգսյան, դուք 2 տարի ժամկետ եք տալիս, որ ամեն դեպքում մենք կգնանք նոր ընտրությունների եւ այդ ժամանակ ըստ երևույթի, ինչպես դուք եք կանխատեսում, ժողովուրդն է ոտքի կանգնելու, որտեվ չի հարմարվելու կամ չի հաշտվելու այն զիջումների հետ, այն կյանքի հետ, որը մեզ խոստանում է ներկայիս իշխող ուժը։ Սամվել Կարապետյանը այդ կարծիքին չէ։ Երկրորդ փուլը ակնկալում սահմանադրական դատարանից ունեն գաղտնի պլան Փաշինյանին հեռացնելու եւ ժամանակահատվածն է որոշված եւ կարծում եմ թե ձեզ նման այդ 2 տարին չէ որ տալիս են։ Որքան էլ լրագրողները փորձեցին հասկանալ այդ ժամանակահատվածը եւ գաղտնի պլանը, փակագծեր չբացվեցին։ Կա ընդդիմությանը համախմբելու այդ ցանկությունը, ինչպես ասում են Սամվել Կարապետյանը, ճիշտ է, դեռ Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել, բայց կա այդ ցանկությունը։ Ամեն դեպքում ընդդիմադիրները այդ գաղտնի պլան ասածը դա ինչ է նշանակում եւ իրոք կարողանալու են իրենք համախմբվել, թեև նույն Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ընտրություններից առաջ դա չարեցին, գուցե վրիպել են, գուցե սխալվել են։ Տեսեք, գաղտնի պլանը հենց նրա համար է գաղտնի, որ չի հրապարակվում, որովհետև ինքը գաղտնի է, եւ ցանկացած գաղտնիքի բացահայտում կլինի առանց որևէ քայլ անելու արդեն տապալում ի սկզբանե։ Բայց չէ՞ որ դա այլ ազնիվ չէ, արդեն իրենց ընտրողների հանդեպ։ Ազնիվ չէ իրենց ընտրողների հանդեպ, բայց ինձ համար պարզ է մի բան, ես ելի եմ այս մասին խոսել ձեր հաղորդումներից մեկում, որ այս իշխանությունը, ոնց որ մյուս իշխանությունները հենց այնպես իշխանություն չեն հանձնելու եւ սա 18 թվականը չէ, որ Սերժ Սարգսյանը բոլորիս համար էլ ակնհայտ եւ պարզ է, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանը եկավ հեղափոխություն արեց, այլ Սերժ Սարգսյանը իշխանությունը ուղղակի փոխանցիկ դրոշի նման փոխանցեց Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն իշխանությունը հանձնեց ձեռքից ձեռք։ Եթե չլիներ այդ կամքը, այդ ձևավորված մեխանիզմը, որը հաստատ Սերժ Սարգսյանի կամքով եւ գաղափարով չէր, նախաձեռնությամբ չէր, սա շատ ավելի բարձր տեղերից եւ բարձր պրոյեկտ էր, մեծ պրոյեկտ էր եւ պետք է լիներ այդ փոփոխությունը եւ յուրաքանչյուր այստեղ միջանկյալ ասեմ, յուրաքանչյուր քաջատեղյակ ի պաշտոնե տեղեկացված անձ շատ լավ գիտի, թե որ թվականից է պլանավորված, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը պետք է գա իշխանության։ Ոչինչ շատերի համար դա նոր չէր։ Այնպես էլ Սերժ Սարգսյանի համար, այնպես որ թող Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական ուժը չպարտանա, թե իրանք հեղափոխություն են արել, խաղաղ հեղափոխություն են արել։ Խաղաղ հեղափոխություն չի լինում, դա լինում է ընդհանրապես լավ նկարված, լավ պատրաստված շոու։ Այս իշխանությունը ոնց որ մարտի 1-ին եղավ, հենց այնպես իշխանություն չի հանձնելու, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ Սերժ Սարգսյանը մենք ականատես ենք եղել Էլեկտրիկ Երևանի ASN-ն, որ Սերժ Սարգսյանը ուներ այն վարչական ռեսուրսը, որ իր իշխանությունը պահեր, ուժով կլիներ, ինչով կլիներ, կեղծիքներով կլիներ, ոնց պահել էին, ոնց եկել էին, այնպես էլ պահելու էին։ Սա հարցի մի կողմն է, այս իշխանությունն էլ հենց այնպես իշխանություն չի տալու։ Ես էլի եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ, բացահայտ մարդը ասում է իր սիրտը արյան գետեր է խոսում, լեզվով խոսում է խաղաղության մասին, բայց մարդու սիրտը արյան գետեր է ուզում։ Դա իր կողմից գրվածն է, ոչ մեկ իրեն չի վերագրում, դա ակնհայտ հրապարակային փաստ է։ Հիմա ինչ ասում Նիկոլ Փաշինյանը։ Չի ասում մաքուր արդար ընտրություններով եկեք փոխեք իշխանություն, ասում է դուրս եկեք փողոց։ Այսինքն դուրս եկեք փողոց, որ ես ձեր արյունը թափեմ, սիրտս հովանա, հետո կորոշեմ գնամ, թե չգնամ, սա կանխավարկած է։ Ես չեմ ասում Նիկոլ Փաշինյանը իմ հետ կիսվել է։ Սա կանխավարկած է։ Համենայն դեպս, երբ որ դատում ես, գնահատում ես, վերլուծում ես մարդու խոսքերն ու քայլերը, թողեիք ընտրությունները արդար լիներ, պետական ռեսուրս, վարչական ռեսուրս չկիրառեիք, պետական բյուջեն չվատնեիք ձեր ձայների համար, ձայներ հավաքելու համար, թող լիներ արդար ընտրություններ, կընտրել ժողովուրդը ձեզ քապ լիցի, լույս անջատել հաշվարկների ժամանակ, ընտրատեղամասերում հաշվարկները անվավեր ճանաչել, ընտրությունները անվավեր ճանաչել, ինչ որ ձայներ տանել վերել այս կոմենքում հաշվարկների տարբերությունից ենք մենք դա տեսնում, այսինքն այստեղ ընդդիմությունը կհամախմբվի թե չի համախմբվի, սա ժամանակի խնդիր է, եթե ամեն դեպքում ընդդիմությունը համախմբվի էլ, կամ որոշակի պրոցեսներ, որոնք պետք է հասունանան։ Եվ այնպես անել,
այնպես տարվի Օրինակ, process-ները, որ process-ների մասին է խոսքը, ժողովրդի համբերության բաժակներ ժողովրդի լցվում, իշխանություններն է ինչ որտեղ Տեսեք, գնում շատ խստագույն ռեպրեսիաների, տեսեք, զուտ համեմատական թվային, հա, ասեմ 21 թվականի ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունը ինչքան ձայներ հավաքել, գրեթե եթե չեմ սխալվում 25%, 28 մանդատ ունեին ազգային ժողովում, իսկ հիմա արդեն 11 են։ 11, սա պարտություն է, այսինքն կարող ենք խոսել, որ ժողովրդի մոտ Ռոբերտ Քոչարյանի թիմը այդ 5 տարին չկարողացավ այնպես օգտագործել, որ հավաքեր ձայներ եւ ոչ թե կորցներ։ Նիկոլ Փաշինյանը 21 թվականին ԿՊ-ն քանի տոկոս ձայն հավաքեց։ Սահմանադրական մեծամասնություն էր, այսօր չունի սահմանադրական մեծամասնություն, այսինքն կորցրեց։ Այսինքն մարդիկ իրանց գործունեության ընթացքում 5 տարվա ընթացքում հասան նրան, որ հսկայական ձայներ եւ վստահություն կորցրեցին, անգամ վարչական ռեսուրսի կիրառման պայմաններում չունեն սահմանադրական մեծամասնություն, սա փաստ է։ Հիմա տվել են բազմաթիվ խոստումներ, այն որ մենք խոսում էինք միջև ընտրությունները խոսում էինք, որ այս կառավարությունը վաղուց տապալել է եւ հեռացել է իր կառավարության ծրագրի, հեղափոխական ծրագրից, հիմա էլ այս ծրագիրը որ բերել է կամ բերելու է հաստատելու ազգային ժողովում, չգիտեմ ինչ կլինի, ամեն դեպքում սա էլ է տապալելու։ Սա տապալվելու է այս բուժօգնությունը անվճար, դեղորայքի մասով Կարապետյանն էլ այդ կարծիքին ասում է ինքը իրեն գալու է հասնի, որ ինքն է դառնալու հասկանում եք, այս իշխանությանը պետք է թույլ տաս, եթե չես կարողանում իշխանություն վերցնել, իսկ դա գրեթե անհնարին է, եթե գործող իշխանությունը քեզ իշխանություն չի փոխանցում։ Արյուն էլ կթափվի, կալանքներ էլ կլինեն, եւ այստեղ ժողովրդի պատրաստակամությունն է, այո, թող կալանավորվեն։ Ինչ ա եղել, որ ես էլ եմ կալանավորված եղել, ոչ եմ մեռել։ Ինչա փոխվել իմ կյանքում, ոչինչ։ Ամեն ինչ տեղում է փարկասու, աճում ենք, բարգավաճում ենք։ Վաղը չէ, մյուս օրը դուրս են գալու բանտերից, նորից գնալու են իրանց տները, բայց այստեղ հարցը նա է։ Արդյոք այս կուսակցությունների մեջ համախմբված մարդիկ ունեն այն կարծր կամքը, ամուր կամքը, որ կկալանավորվենք էլ, կծեծվենք էլ, ֆինանսական տուժեր էլ կկրենք, բիզնեսների եւ այլն իմասով, բայց կպահպանենք մեր սկզբունքները, այսինքն, եթե գնում ես, ասում ես, պետության համար եմ անում, իրենք այդ տուժերը կկրեն պետությունների համար։ Առաջնորդի մասին է հենց խոսքը, ով է լինելու։ Ինչի՞ միայն առաջնորդի, կուսակցության առաջին դեմքերից էլ կան կալանավորված, եթե ես չեմ սխալվում, հրապարակայիններ դա, եթե այլ բան մինչև այսօրը չի փոխվել, բայց այստեղ, տեսեք, այս իշխանության հույսը ինչի վրա է, մեծամասամբ հույսը ինչի վրա, կկալանավորենք, ֆինանսական միջոցներին կկպնենք, հարկային ստուգումներ, ինչ որ լիցենզիաների անվավեր ճանաչում, այս գործարանը կխլենք, հեծը կխլենք։ Ճնշումների գործիքակազմ է օգտագործել։ Ճնշումների գործիքակազմ, այսինքն սա էլ է վարչական ռեսուրսի կիրառում, իրավապահ համակարգի չարաշահում։ Այսինքն դու հեղինակազրկում ես ամբողջ իրավապահ համակարգը, չէ՞ որ ցանկացած արդարացված մեղադրյալ դա հարված է, ուղիղ հարված է իրավապահ համակարգի անաչառության վրա, ինչ է կարծում, դատախազությունում, քննիչականներում բոլորը հիմար են, չգիտեն, որ իրանց դատարան ուղարկված գործը կամ չեն տեսնում, վաղ մյուս օր մեղադրական դատական վախճան չի ունենալու։ Բոլորն էլ հասկանում են, բոլորն էլ քաչ գիտակցում են, որ վաղը մյուս օր իրենք են դառնալու քավության նոխազ, բոլոր նրանք, ովքեր ծառայում են այս իշխանության, այս ռեպրեսիաների համար, բոլորին արատավորում, վաղը մյուս օր բոլորն էլ հոգնելու են, մնալու է տակի այն, ոնց ասեմ, չեմ սիրում այս բառը օգտագործել ժողովրդի համար, բայց այն խաժամուժը, որը ոչ խելք ունի, ոչ մեղք ունի։ Օրինակ կան, շատ կան նման մարդիկ հենց մեր շրջապատում, որ իրանք չեն ուզում ոչ լսեն, իրոք զոմբիներ, ես բնական կենթանի զոմբի չէի տեսել, վերջին տարիներին ինձ թվում էր այդ որոշակի մաս հետ կգա, դարձի կգա, բայց չէ, մարդիկ կան, դա անբուժելի է։ Դրա համար, երբ որ այս ստի պարկը կբացվի, ժողովուրդը այո կգեներացվի ընդդիմության շուրջ որպես վերջին հույս, այ կարող են այդ ժամանակ փողոցով ինչ-որ հարց լուծել, բայց ելի եմ ասում, առանց ուժի կիրառման, ընդդիմությունը այնքան պետքա զգոն լինի, այնքան զգուշավոր լինի, որ ժողովրդի մեջ գոնե քաղաքի փողոցներում արյուն չթափվի, բայց եթե գնացենք փողոցային պայքարի եւ հեղափոխություն կատարելուն, բնականաբար լինելու է
անհամաչափ ուժի կիրառում, այնպիսի աննախադեպ, որը մենք չենք տեսել 18 թվականի, այն որ ոստիկանը մերնաբան այդ հեքիաթները այլևս ոչ մեկ չի ընկալելու, ոչ մեկ չի հավատալու այդ հեքիաթներին, որովհետև ոստիկանը մերը չի։ Ոստիկանը այնպիսի վարձատրություն է ստանում, որ յուրաքանչյուր անձ մտածում է այսօր շատ ցավոք սրտի, ինձ համար դա շատ ցավալի փաստ է, իր գրպանի եւ իր փորի մասին, ստամոքսի մասին, քան թե երկրի մասին։ Մեծամասը մտածում են ինչ ա եղել, որ կգնամ ուրիշ տեղ կապրեմ, ինչ էլ նոմա թողնի, կարևորը ես այսօր հաց ունենամ, բայց որևէ մեկին որ հարցնում ես, որ գնացիր քեզով ա տեղ տալու առանց երկրի, եւ որ դու սեփական երկիր չունես, հայրենիք չունես, քեզով ա տեղ տալու, բա մարդա տեղ տնելով, իրենք այդ հարցի պատասխանություն են, բայց գնում են, ուր են գնում, չես հասկանում։ Այսինքն երկիրը վատնում են, երկիրը տանուլ են տալիս իրանց գրոշի արժեք ունեցող, երկրի պետության արժեքի համեմատ գրոշի արժեք ունեցող աշխատավարձի համար։ Եվ այս լսողները կասեն, Տիկին Սարգսյան, դուք խաղաղություն չեք ուզում, դրա համար էլ այս իշխանությունների դեմ եք։ Նրանք, ովքեր ընտրել են խաղաղությունը, ընտրել են Նիկոլ Փաշինյանին։ Գիտեք ինչ, խաղաղությունը բառերով չի լինում, խաղաղությունը գործերով է լինում։ Նիկոլ Փաշինյանը, երբ որ սպառնում է ժողովրդին, ասեց, ես չեմ սպառնում, սեպտեմբերին սարսափելի պատերազմում, սա խաղաղության խոսք էր, թե չէ։ Երբ որ մեր սահմաններում նստած է թուրք-ադրբեջանական զորքը, դիրքերը նայում են մեր երկրին, մեր անվտանգությունն է խոցված, սա խաղաղություն է, թե չէ։ Եվ որ խոսում են միջանցք տալու մասին եւ դեռ հարց է մեր երկրից ինչ կմնա, սա խաղաղություն է, թե չէ։ Ինձնից շատ խաղաղություն ոչ մեկ թող չուզի, բայց խաղաղությունը բառերով չեն ասում, խաղաղությունը խոսելու կամ բաժակաճառի բան չէ, խաղաղությունը գործողությունների բան է։ Եվ որ դու ինչ ես անում խաղաղություն բերելու համար, ինչ ծրագիր ունես այդ խաղաղությունը ոչ թե բերելու ժամանակավոր, այլ պահպանելու համար, որն է քո պետական ծրագիրը, հողը տամ, մասը տամ ամբողջի համար, եւ որ այն մասը, որ դու տալիս ես, այն ամբողջը, որ պահում ես, արդեն այդ մասից փոքր է։ Հասկանում եք, ինչ խաղաղության մասին եք խոսում։ Խաղաղությունը բառերով, ճառերով բոլորս էլ խաղաղություն ենք ուզում։ Ինչ ենք անում այդ խաղաղության համար։ Ինչ ներդրում ենք ունենում այդ խաղաղության մեջ։ Սա է հարցը, այսինքն մեր երկիրը տանք, որ կրակոց չլինի, այսինքն խաղաղ պատերազմով ենք երկիրը տալի։ Պատերազմի ինչ տա տեղեկատվականն էլ է պատերազմ, սպիտակ եղեռն էլ է եղեռն, հասկանում եք, սա մեթոդներ են, մարդիկ պետքա տարանջատեն, ինչ ենք խոսում, այդ խոսքի տակ ինչ հիմք է դրված, ինչ արդյունք ենք ունենալու, արդյոք ունենալու ենք, օրինակ, Արևմտյան Ադրբեջան խոսույթով ում հետ ենք մենք խաղաղություն կնքում, այն պետության հետ, ով ամեն օր գրասենյակներ է բացում, չգիտեմ ֆորումներ է անում, ինչեր է անում Արևմտյան Ադրբեջանի պատվին, ինչ խաղաղ, որտեղ է խաղաղությունը լինելու, այսինքն իրենք ռազմատենչ հայտարարը հավաք նոթ հայտարարություններ են անելու մեր պետական սուվերեն տարածքների վերաբերյալ եւ ակնկալիքներ են ունենալու, իսկ մենք մորթվող գառի նման գլուխներս դնելու ենք, խաղաղության մասին խոսում է այն պետության ղեկավարը, որի բանակը այնքան հզոր է, որ հարևան երկրները համարձակություն չունեն այդ երկրի ուղղությամբ խեթ նայելու կամ որևէ ռազմատենչ հայտարարություն անելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ շնորհակալություն այսօրվա հաղորդման համար, հարցերը շատ են, որ խոսենք, շատ կխոսենք, բայց մեր եթերաժամանակը սպառվեց։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։